Այսօրվա մեր նպատակն է ձեր հետ միասին քննարկենք, հասկանանք 2026 թվականին սուբվենցիոն ծրագրերով ինչ աշխատանք իրականացնենք գյուղում։ Համաձայն կառավարության որոշման եկող տարվա ծրագրերը պետք է քննարկվի, ապրանքին քննարկվի մինչև մայիսի 5-ը մենք նախնական հայտերը ներկայացնենք կառավարություն։ Հիմա խնդրում իրար լսենք, եթե հարցեր ունենք, մենք ավարտենք, մեր ավարտելուց հետո ձեր հարցեր պատասխանենք, իսկ ինչ ծրագրեր նախատեսում որ արվի, ես պարոն Զուլյանին խնդրեի ինքը որպես վարչական ղեկավար ձեր հետ ավելի շատ աշխատել ու ավելի լավ գիտի խնդիրները, ինքը ներկայացնի ձեր հետ քննարկենք, եթե ընդունելի է, մենք փորձենք մեր հետագա քայլերը, եթե չէ տեղում փոխենք ինչ-որ այլ ծրագրեր են եկել ցանկում պարոն Զուլյան, ներկայացեք ինչի մասին է խոսքը, ինչ եք նախատեսել։ Շահինը, հարգելի գործընկերներ, 26 թվականի համար նախատեսված ծրագրերը իրականում 24 թվականից սկսած մեր բնակիչների հիմունների հիման վրա է հիմնականում կարգավորում, այսինքն բնակիչները դիմում են և ճանապարհների ասֆալտապատման խնդրով, դիմել են ողորմման առումների կառուցման խնդրով, գազագծերի կառուցման խնդրով, մենք մոտավորապես, այսինքն մեր դիմումների հիման վրա գույքագրել ենք որոշակի փողոցներ, որոնք պետք է հաջորդ տարվան, այսինքն նախագծվեն հաջորդ տարվա կառուցման համար, նաև շուրջ 25-26 փողոցներում ողորմման առումների կառուցման դիմումներ ունենք, որոնց արդեն գույքագրել ենք, հանդիսագրել ենք, մոտավոր 5000 մետրից ավել է կազմում, 4-4.5-ից ավել կազմում է ասֆալտապատման աշխատանքները, մոտավոր փողոցները բնակիչների, այսինքն պահանջի հիման վրա եկելի կամ այսինքն տիրապետելով իրավիճակին, որ փողոցները որ անհրաժեշտություն առաջնային կան, ուզում ենք առաջնահերթ այդ փողոցները իրականացնել։ Նաև ունենք 4 թաղամասում դիմումներ գազագծի կառուցման վերաբերել, որոնք իրականում անհրաժեշտ են, նաև այդ թաղամասերում ուզում ենք գազագիծ կառուցել։ Հիմա պարոն Զուլյան, ես հասկացա մինչև դեպի մենք իրար հետ նայեցինք, այստեղ ես հարցեր ունեմ, հիմա փորձեմ հարցեր ուղղեմ ու հասկանանք էլի։ Նայեք դուք գրել եք ինչ-որ փողոցներ ասֆալտապատման, բնակիչները դիմում են տվել ու դրանց արդյունքում գրվել է, բայց արդյոք բնակչի դիմումը իրականում կարող ավելի լուրջ թե ավելի մեծ խնդիր կա ու ավելի կարևոր փողոց կա, որ կարելի է ընդգրկել, ասենք կարա ինչ-որ մի փողոց լինի, որտեղ 50 տնտեսություն ապրում, բայց բնակչի փողոցը ինքը ապրում է իր եղբոր ընտանիքի հետ։ Մենք այդ նկատի ենք ունեցել, պարոն Շահինեն, ուրեմն անկախ այն բանից, որ մենք շատի թվով փողոցներ ընդգրկում ենք, նաև այդ ենք հաշվառում։ Այսինքն եթե բարձր մեր բոլոր բնակիչները դիմում են, այսօր եթե բոլորի խնդիրը լիներ, մենք այսօր պետք է առվազն մի 15 փողոց ընդգրկեինք, բայց քանի որ դրանց այս դիմումների արանքում, այսինքն մենք գտնել ենք, որ փողոցներն իհարկե փողոց կա, որ 10 մարդ ապրում, փողոց կա, որ 400-500 բնակիչ է բնակվում։ Նայեք, տեսեք ինչի համար եմ ասում, պարոն Զուլյան, որտեղ մենք երբ որ հանրային քննարկումներն անցկացնում ենք ու խնդիրները արձանագրում ենք ու դատարանենք կյանքի ենք կոչում, հետագայում արդեն սկսում է դրա հաջորդ փուլով ժողովրդի մոտ դժգոհություն առաջանում ու սկսում են տարբեր միջոցներով իրենց բողոքն արտահայտել։ Համայնքապետարանում, մարզպետարան, կառավարություն ներկայացնում են իրենց դժգոհությունները ու ասում հիմնավորում են թե ինչի համար, ինչի փողոցը բեն չէ, եթե բեն ուներ այս խնդիրը, իրանք հիմնավորում են, երբ որ արդեն դու փորձում ես ուսումնասիրես, տեսնում ես, որ այդ մարդու դժգոհությունը իրականում տեղին դժգոհություն էր։ Հիմա որովհետեւ մենք այս խնդիրներին չբախվենք, մենք պետք է մաքսիմում սրանից հետո էլի մենք լրացուցիչ ուսումնասիրենք, կհասկանանք արդյոք իրոք կարելի է հիմա անել, թե թողնել 1 տարի հետո թողնել։ Այնպես որ եթե այստեղ ինչ-որ փողոցներ հնչեն, հնարավոր է այդ փողոցները փոփոխության ենթարկվեն։ Որտեղ լրացուցիչ ուսումնասիրում է, մեր աշխատանքային փորձում, մեր աշխատանքի ընթացքում մենք տեսել ենք, որ այդ խնդիրին մենք բախվում ենք։ Գալիս ենք, այդ չեմ ասում, ձեր գյուղի մասին չեմ խոսքը, ընդհանուր եմ ասում, անկախ ուրիշ բան չմտածեք, որտեղ լինում է, որ հավաքվում ենք, նստում ենք ու այդ դրա արդյունքում որոշում ենք այս անենք, բայց պարզվում է, որ
կարելի է ավելի լուրջ ու ավելի կարևոր աշխատանք կար, որ պետք ավելի չի արվում։ Անկախ ամեն ինչից, պարոն Զուրոյան, այս ամեն ինչը մենք միասին ձեր հետ միասին էլի նայելու ենք, էլի վերուց ենք քննարկել, նոր տանեն դա կյանքի կոչենք։ Նույնը վերաբերում է ոռոգման, նույնը լուսավորության խնդիրներին է վերաբերվում, այստեղ գազաֆիկացումը, այս գազաֆիկացումը մենք եթե նախատեսել եք 2000 գծամետր, 2 կիլոմետր, մենք ամբողջությամբ ավարտում ենք, էլի խնդիր ունենք գազի։ 4 փողոց է, սա վերաբերում է 4 փողոցի, որ այսինքն այս ավարտում ենք տավայրը 4 փուլ ունենալու ենք, չէ, ունենալու։ Հաջող գյուղ, այսինքն ամեն տարի արտադրական մաս 15 տուն ավելանում է 4 Ուրեմն չկա այնպիսի փողոց, որ մարդիկ ապրում են, հիմա մենք այս 2 կիլոմետր անենք, չգնանք դրա արդյունքում, կարող մի փողոց ասֆալտապատում քիչ անենք, միանգամից այդ գազաֆիկացնենք, ավելի կենսական Հիմա չէ, սա, այսինքն այս պայն փողոցների մասին է խոսքը, հիմա ընթացքում որ բնակիչներ քիչ բարձր զարգացող գյուղը ավելանում է, անհրաժեշտություն առաջանալ դեպքում ձեր ցանկում դուք մշակույթի տուն եք գտել, մշակույթի տան մասով ասեմ, որ մենք որտեղ մենք սուբվենցիայով այս մասնակցային բյուջետավորման ծրագրի նախատեսել ենք 25 թվականին այս դահլիճային մասը վերանորոգենք, նախագիծը պատվիրված է արդեն ավարտման փուլում է։ Այս մշակույթի տունը մենք մասնակցային բյուջետավորման անցած ավականիստով է դրա դրա համաձայնությունը տվեցինք, այսի սուբվենցիան չենք գնում, եթե գնում ենք սուբվենցիա, այնտեղ խնդիրներ առաջանալու մասնակցային բյուջետավորումով այս տարի անելու ենք։ Մնացածը այստեղ ոռոգումը էլի նույնությամբ հասկանանք այստեղ խնդիրը պարոն Զուրոյան, ինչ որ սարավներ է, թե գլխավոր գծերի մասին է խոսքը։ Սա նաև գլխավոր գծերի մասին է, այսինքն այստեղից 5000 մոտ գծամետրից մոտ 2000 գծամետրը մեր կվարտիրեկի այս տարածքում այդպես ասեմ էլ Երգովիդից, որի իջնում գալիս է կակաս ձեր մարանը, ձեր հողամասի դուրս է գալիս, իջնում է մինչև տրանս։ Այսինքն մոտ 2000 գծամետր է դա կառուցվելու, որ այդ տարածքում այս 27 տարի այդտեղ ջուր չկա։ Հիմա այդ տարածքն է կանալու հասկանալի է, ես ինչ եմ ասում, ինքը գլխավոր գծեր է, թե երկրորդական ինչ-որ սարաֆային խնդիրներ, որտեղ ավելի առաջնային է գլխավոր գծերի կառուցումը, քան երրորդականները սարավները, երբ որ այդ հողամասի միջով մի փոքր sense կիսախողովակով առու անցկացնենք։ Դրանք կարելի է ավելի ուշ պլանավորել, դրա փոխարեն ավելի գլխավորներ։ Մյուսը, պարոն Զուրոյան, ասֆալտապատված փողոցներում մենք կոմունիկացիաների խնդիր չունենք։ Չէ, որ փողոցները, որ ընտրել ենք, արդեն բոլոր ջրակիցը, գազակիցը, բոլոր ավարտվել է։ Ինչի համար եմ ասում, որտեղ էլի մենք մեր աշխատանքի ընթացքում ճանապարհը ասֆալտապատում պրծնում ենք, մեկ էլ Գազպրոմը իր նախագիծը իր ձեռը գալիս է, կամ Վիոլաջունն է գալիս է իր նախագիծը բերում, ասում է թույլտվություն տվեք, ես ասֆալտը ես քանդեմ, այստեղ գազի գծի խնդիր ունեմ, որ իմ գազի գիծը սարքեմ։ Ավելի լավ է լրացուցիչ տվյալ կազմակերպությունների հետ ճշտվեն, իրանք այդտեղ խնդիր ունեն, չունեն, նոր տանեն մենք ասենք ծրագիր այդ գումարը ոչ թե բերենք սարքենք քանենք, դրա փոխարեն ուրիշ փողոց սարքենք, որտեղ որ խնդիր չկա։ Հասկանալի, դրանք մեգադենք ունեցել, իհարկե, առանց, այսինքն դրանք վերլուծելով բարձր չենք ընտրի, նաև ոռոգման համակարգում մեզ տարի մենք գետաբներ թաղամասից այս մեծ հարուն որ կա մնացական այս զավենած հետան հատվածով այդ մի մասը այս տարի ենք անելու ներքևի միջև Կիրակոսյաց նվերի տան մոտ այս տարի արդեն պատրաստական ենք, դրանից հետո նորից կշարունակենք միջև այդ մյուս ասֆալտ, այդ կարևոր խնդիրը, նաև տարածեն մեր կարտեն գիտենք, հողարվի մասին է խոսքը, էլի ոչ խնդիրը, էլի գլոբալ հարցը, այդ էլ եք լուծելու, նաև այնտեղ սփած իջնող Ալեքսանդր Յուրանիկի տարածքն, այսինքն հիմնական ջրի կորուստը տարածքների սարսափելի, այսինքն հիմնականում այդ 25-ում այդ գլոբալ աղմերն է տրված, իսկ նաև դրա հետ նաև կա այն խնդիր հարուստ տարածքներ, որոնք իրականում բնակիչների պրոբլեմ կա, փորձում ենք դրա Իսկ այս առաջարկված ծրագրերի մասով ինչ-որ հարցեր, դիտարկում, առաջարկություն կա, թե չկա ժողովուրդ։ Ուրեմն
Հիմա վերին դուրան թաղամասում գիտեք, մինչև 10-րդ փողոցը ասֆալտապատ է, մնացել է վերին դուրան 9-րդ փողոցը։ Մելիքեն Արամի բացածո փողոցը բացին է խոսքը, որ այսինքն մնացել է առանց փողոց։ Վերին դուրան 6-րդ փողոցն ենք ուզում, Կալստեր Մարյանա, Ցերտան մոտից բարձրանա գնա մինչև այն բաժնի մոտի, որ այն սփաչի տարածքները նորից միավոր են։ Տարեր թաղամասից մինչև սփաչը գնացող այդ տարածքն ենք ուզում, 5-րդ փողոցը։ 5-րդ փողոցը, հա, բայց ամեն դեպքում այսինքն Նախինում ջրը տարածքը քանելու ջրավիզը փոխված չէ, բայց անցած տարի փոխած դու փոխել լրի վերապատկելու գրել։ բոլորը հարցեր կարգավորվել, ուզում ենք այդ թաղամասերը միավորենք։ Ներքին դեմերի տարածքից մենք այս տարի մի փողոցը անելու ենք դեպի գործարանի հատված գնացող ճանապարհներ, այնտեղ 4 ճանապարհ կա, իրականում այդտեղ ճարակցերներ կառուցել են, կազակցել, անանցանելի իրավիճակը, եթե փորձենք հարմարեցնենք փոքր փողոցները, 4-5-6-րդ փողոցներ, դրանք կարգավորենք։ Նաև վերին դեպեր տարածքում ունենք 3 թաղամասեր, որոնք ասֆալտապատումը հասցրել ենք այդ փողոցին, հիմա այս մի փողոցի կառուցումով, այսինքն այդ 3 թաղամասերը նորից միավորվում են, դառնում են ընդհանուր, որովհետև այսինքն գրունդավոր ճանապարհից եւ տրանսպորտն է դուրս գալիս այդտեղ, նաև դրա հիմնականում նախնական փուլում ես անը ուզում ենք ընդգրկել, ինչքան հնարավորություն հա, եթե ֆինանսավորման խնդրից կապված որոշակի փոփոխություններ ունենք մի քանական բացատրություններ ենք, իհարկե քաղաքապետարանից որ ազատ գումար ունենք, մանկապարտեզի խնդիր որ ներառված չէ դրա մեջ, Մանկապարտեզը համայնքի ղեկավարը արդենից ներկայացրել է։ Իմ ասած է, որ այսինքն չի նշանակում որ կարևոր չէ, որ ասեմ, կարևոր խնդիրներից Այս մեր սուբվենցիաներն այդ ծրագրով։ Այդ ծրագրով գիտի ծառայության համար։ Ասեմ որ գումարը հետո մենք նաև մեր նախաձեռնությամբ մտանուր գյուղի երիտասարդների եւ գյուղացիների կողմից նախաձեռնությամբ մենք ուզում ենք դրամահավաք կազմակերպենք սպորտի հետ կապված նախնական փուլում խնդրում ենք այդտեղ մենք հաշվի համար ունենք եկեղեցու նախկինում որ օգտագործել ենք հաշվի համար ենք բացել, այդ հաշվի համարը տրամադրում ենք սպիտակարորեն, այսինքն ինքը նստած է որպես համայնքի հաշվի համար։ Նվիրաբերություն մենք այդ կազմակերպչական աշխատանքները կանենք, որպեսզի դրա իրավական տեսքը ճիշտ կազմակերպենք, այդ նախաձեռնող խմբով գաղափարը ներկայացրել, դիմենք։ Ներկայացրել ուղղակի կոնտրուկցիոնա պետք որ այսինքն մենք հաշվի համարը տրամադրում ենք։